Բարի երեկո սիրելի ֆուտբոլացի բարեկամները, AFL YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ այսօրվա խաղային օրվա միակ հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ Երևանը կմրցի Ատլետիկո Երևանի դեմ մրցում են այս պահի դրությամբ մրցելու են առաջնության անպարտելի թիմերից մեկը Ատլետիկո Երևանը ու առաջնության նորեկներից Մյուսը Երևանի իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ այս 50 րոպեների ընթացքում։ Հիմա արդեն ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկնարկի համար, կա մրցավարի սուլիչ ու մեկնարկած է հանդիպումը, տեսնենք այսօր թիմերը ինչ կառաջարկեն մեզ, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք Ատլետիկո Երևանից։ Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, հիմա հենց մեկնարկում վտանգավոր է Դուղանդիլյանը հարված կատարեց դարպասի ուղղությամբ, բայց այստեղ Երևանի դարպասապահը կարողացավ առանց խնդիրների վերցնել գնդակը շատ իսկապես ակտիվ մեկնարկեց հենց հանդիպումը ու տեսնենք այս ամենը իսկապես որքան կտևի։ Հիմա շարունակեմ ներկայացնել Ատլետիկո Երևանի հայտարարությունը։ Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, իդեպ նա թիմի ավագն է այսօր, Հրանտ Գևորգյան համար 2, Գոր Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ագուլյան համար 9, Ռաֆայել Ազիզյան համար 11, Գուրգեն Ռայվազյան համար 18, Արտուր Ղանդիլյան համար 20 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22։ Թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Երևան Տրթատ Ասրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արեն Վղկրյան համար 2, նա Երևան թիմի ավագն է, Դավիթ Դավթյան համար 7, հիմա հենց Դավթյանն է գնդակով կա փոխանցումը, բայց այստեղ Մարկարյանը շատ վստահ գործեց ու կարողացավ գնդակ ուղարկել Ռայվազյանի ուղղությամբ դեպի կենտրոն Ակուլյան ու արդեն ուղարկեց դեպի Աչեզր, բայց գնդակը այստեղ Ղանդիլյանին չհասավ, հետո էլ Երևանի հակագրոհը ձախողվեց ու Ատլետիկոն սկսում է խորքից, շարունակեմ ներկայացնել Երևանի հայտարարությունը, Գևորգ Շլարյան համար 11, Արտյոմ Ղազարյան համար 15, Վայե Հակոբյան համար 22, Սպարտակ Հարությունյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 եւ Նարեկ Ավդալյան համար 87։ Այսպիսի կազմով է Երևանը ներկայացել Ատլետիկո Երևանի դեմ հանդիպման, իսկապես շատ բարդ մրցակից է բաժին ընկել Երևանին այսօր։ Ատլետիկո Երևանը կրկնում եմ առայժմ առաջնության անպարտելի թիմերից մեկն է։ Եթե այս պահին Վինտեր քափում կան ընդամենը 2 թիմեր, որոնք դեռ չունեն պարտություն, դրանցից մեկը Ատլետիկո Երևանն է։ Շատ վստահ արդյունքով Միրզոյանի սաները շարժվում են առաջ ու անցկացած 9 խաղերում տարել են 8 հաղթանակ եւ 1 հանդիպում ավարտել ոչ ոքի արդյունքով։ Ճիշտ է, այս պահին մրցաշարային աղյուսակում on-line տարբերակով 3-րդ հորիզոնականում է գտնվում Ատլետիկո Երևանը 25 միավորով, նույնքան միավոր ունի նաեւ Վիլյարեալը, բայց արդեն Վիլյարեալը 11 հանդիպումից հետո ունի 25 միավոր, իսկ հա առաջատար այս պահի դրությամբ Աջափնյակն է 27 միավորով, բայց Ատլետիկո Երևանը 2 միավոր է զիջում Աջափնյակին ու 2 հանդիպում պակաս է անցկացրել Աջափնյակի հանդեպ։ Այսօր իհարկե հաղթանակի հասնելու դեպքում Ատլետիկո Երևանը միանձնյակ կրկին գլխավորի մրցաշարային աղյուսակը եւ իհարկե շատ ավելի կշարունակի վստահ ելույթները, եթե բաց թողնված հանդիպման ժամանակ նույնպես հեռանան խաղադաշտից 3 միավորով, այդ դեպքում արդեն հավասար խաղերի առկայության դեպքում Ատլետիկոն կունենայի հիմնական մրցակիցները Աջափնյակից ու Վիլյարեալից 4 միավորի առավելություն, իսկ կրկնում են փլեյ-օֆ դուրս գալու համար որքան բարձր հորիզոնականով խմբային փուլը հաղթահարեն թիմերը, այնքան
իհարկե ավելի համեմատական կարգով ավելի հեշտ մրցակից play-off-ում բաժին կընկնի թիմերին, իհարկե դա որպես փաս, բայց կրկնում եմ այն թիմերը, որոնք կնվաճեն Winter Cup-ի play-off-ի ուղեկիր, պայքարելու են բնականաբար միջև եզրափակիչ հասնելու համար Winter Cup-ի հատկապես play-off-ում չեն լինելու թույլ թիմեր, չեն լինելու նվերներ, այսպես ասած ու ցանկացած թիմ իհարկե խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթանակի արժանանալու համար Վխկրյանն է հիմա գնդակով դեպի կենտրոն փոխանցում կատարեց ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Գագիկ Ակուլյանի կողմից հետ ինքն էլ այստեղ դադարեց այս հանդիպումը, հասկացավ որ խախտել է խաղի կանոնները, իհարկե ծափարություններ այս ֆուտբոլային արարքի համար Ակուլյանին ու Արագորեն խաղարկեցին ստանդարտը Երևանի ֆուտբոլիստները, բայց կորցրին գնդակ Ուղանդիլյանը նետում է եզից, Գագիկ Ակուլյանն է շարժվում առաջ գնդակով կա, Կրկին Ղանդիլյանը դեպի նրան փոխանցում կարողացավ կատարել, տեսնենք այս գրոհը ինչ կտա Ատլետիկոյին, բայց այստեղ Ղանդիլյանի փոխանցումը չանցավ, հետո վերականգնեց Ազիզյանը գնդակը Ատլետիկո Երևանի համար Ակուլյան, բայց այստեղ կա թիկունքից ճնշում չնայած մնաց գնդակով Ակուլյանը, Մարգարյան գուցե հեռար արված տեսնենք, այդպես էլ արեց Մարգարյանը, Ազիզյանն էլ շեղեց այստեղ գնդակի ուղղությունը, բայց այն բավական ուժեղել ու բարձր ստացվեց այս իրավիճակում, հիմա հարված կլինի Երևանի դարպասից, այո, առայժմ մի փոքր հանգիստ ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում եւ դա իհարկե կտևի այնքան ժամանակ, քանի դեռ չունեն խփված գնդակ, այդ հանդիպան հաշիվը արդեն բացվի, իհարկե պարտվողի կարգավիճակում հայտնված թիմը բնականաբար փորձելու է հաշվի հավասարությունը վերականգնել, ինչն էլ մեծացնելու է հանդիպման ինտրիգը, էլ չեմ ասում այն դեպքում, երբ որ Երևանը առաջինը հասնի այս խաղում հաջողության, մենք իսկապես էլ ավելի դիտարժան հանդիպում կտեսնենք, ճիշտ է, այդ ամենի համար բավական աշխատանք է պետք տանել, իհարկե Ատլետիկոյի դարպասը ուղարկել հենց այնպես ոչնչից, նույնիսկ մեկ գնդակ այո կհամարձակվեմ այսպես ասել, ցանկացած թիմ իհարկե չի հաջողվում, բայց Երևանը այսօր բնականաբար փորձելու այդ ամենին հասնել Ռևազյանի հարվածը հիմա էլ տեսանք ու այստեղ դարպասապատիրեց գնդակին, որն է հիմա Երևանի տեսանկյունից հետաքրքիր մրցաշարային հանդիսակում այսօր իհարկե եթե չի հաղթում Երևանը, ապա ամենայն հավանականությամբ թիմը զրկվում է առաջին ությակում տեղ զբաղեցնելու հորիզոնականից Ռևազյան վտանգավոր է Ավդալյան ու չհայտնվեց արդյոք գնդակը ցանցում Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկել ու Ավդալյանի հարվածից հետո գնդակը հայտնվել է դարպասում 1-0 Ատլետիկո Երևանը բացում է հանդիպման հաշիվը Արման Ավդալյան 1-0 հիմա արդեն Երևանը հայտնվում է շատ ծանր իրավիճակում բարդ է, իսկապես բարդ է դիմակայել Ատլետիկոյի անդադար գնորներին իհարկե այդ ամենը տվեց իր արդյունքը հենց հանդիպան առաջին րոպեների ընթացքում ու տեսնենք Երևանը ինչով կփորձի պատասխանել բաց թողած գնդակին հիմա կրկին Ազիզյանն է գնդակով Այո 6-րդ րոպեին Ատլետիկոն առաջ անցավ հաշվում չի մայել Ակուլյանի արագացումը հարվածը ու այստեղ իսկապես հիմա փրկեց Ասրյանը Երևանին չի ավարտվել Ատլետիկո Երևանի գրոհը Ազիզյանը թույլ չտվեցին այստեղ հարվածել, բայց Ակուլյանը վերադարձեց գնդակի իր թիմի համար հիմա հարված ու բարձր է ստացվում Գագիկ Ակուլյանի կատարած հարվածը Հիմա հարված կլինի Երևանի դարպասից, իհարկե շարունակեմ միտքս մրցաշարային աղյուսակի տեսանկյունից կապված Երևան թիմին նայելով մրցաշարային աղյուսակում, իհարկե Երևանը այսօր կրկնում եմ առաջին ությակից այս պայդրությամբ 8-րդ հորիզոնականում է գտնվում Միլանը 16 միավորով ու Միլանին զիջում է իհարկե 7 միավոր, ճիշտ է,
այս հանդիպումից բացի դեռ 5 հանդիպում Երևանը կունենա անցկացնելու, բայց արդեն միայն իրենից կախված չի լինելու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելը, պետք է իհարկե այստեղ մաթեմատիկական հաշվարկներով այնպես չէ, որ լրիվ հնարավորությունը կորցնում է Երևանը, բայց պետք է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում ու հուսալ, որ հանդիպումներից մի քանիսը կավարտվեն հենց իրեն ձեռնտու արդյունքով, իհարկե խոսքս վերաբերվում է առաջին հերթին Միլանի հանդիպումներին, վերաբերվում է Արաքսի հանդիպումներին, Տոտենհեմին, Ինտերին, Մոնակոյին, մի խոսքով թիմերը առայժմ նշածս թիմերը պայքարի մեջ են, որպեսզի նվաճեն փլեյօֆի ուղղագիրը, իհարկե Ատլետիկո Երևանը իհարկե խոսքս ուղիղ իմաստով չէ, Ատլետիկո Երևանը անկախ ամենից արդեն փլեյօֆի ուղղագիր կարող ենք փաստել նվաճելը, չեմ կարծում։ Հիմա այս հրաշալի փոխանցումն ենք տեսնում Ռևազյանի ու Ավդալյանը կարող էր կրկնապատկել այստեղ իր Ատլետիկոյի առավելությունը խփել իր երկրորդ գնդակ այս խաղում, բայց ստացվեց հարվածու հիմա անմիջապես Երևանը պատասխան գրոհին անցավ, բայց այստեղ է Շլարյանի հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Այո, Ատլետիկո Երևանը իհարկե այսպես ասած մաթեմատիկական հաշվարկներով դեռ չի ապահովել 100%-ով իր տեղը փլեյօֆում, իհարկե խոսքս այն մասին է, որ փաստացի իհարկե հաշվարկներով դեռ դա այդ փաստը հաստատված չէ։ Արման Ավդալյան ու հիմա նորից չի ստացվում Ավդալյանի մոտ դիպուկ գտնվել։ Այո, խփեց Ավդալյանը այս հանդիպան առայժմ միակ գնդակ ու դրանից հետո եւս երկու հնարավորություն կորցրեց։ Արդեն իսկապես կարող էր խոշոր լինել Ատլետիկոյի առավելությունը, բայց Ավդալյանի հարվածները այս երկու դրվագում չստացվեցին։ Շարունակեմ Ատլետիկո Երևանի հետ կապված, թիմերը պարզապես խաղաժամանակ չեն տալիս։ Հիմա էլ տեսեք Շլարյանն է հարվածում ու Գասպարյանն է այստեղ դիեց գնդակին իհարկե, բայց Ատլետիկո Երևանը դա միայն մաթեմատիկական տեսանկյունից, իսկ Ատլետիկո Երևանը առանց որևէ կասկածի իհարկե պայքարում է խմբային փուլը առաջին հորիզոնականով հատկապես հաղթահարելու համար, ինչին շատ մոտ է Ատլետիկոն, իսկապես սա Ատլետիկոյի 10-րդ հանդիպումն է, կայացած հանդիպումների մասին է խոսքս, դեռ 7 հանդիպում էլ Ատլետիկո Երևանը պետք է անցկացնի, բայց իհարկե թիմը, ով արդեն իր գրեթե հիմնական մրցակիցների հետ հանդիպումները անցկացրել է, բարդ մրցակիցների օրինակ հաղթել է Աջափնյակին 1-0, ոչ ոքի ավարտել Վիլյարեալի հետ հանդիպումը, հաղթեց Էվերտոնին, հաղթեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախին, դեռ Սելտայի հետ կանցկացնի իհարկե իր հանդիպումը Ատլետիկոն, բայց համեմատական կարգով արդեն Ատլետիկո Երևանին ավելի հարմար մրցակիցներ են մնացել ու կարծում եմ Ատլետիկո Երևան իհարկե ունի ամենամեծ շանսերը խմբային փուլը առաջին հորիզոնականով հաղթահարելու։ Հիմա անկյունային կտեսնենք Ատլետիկոյի կատարմամբ։ Այս ընթացքում փոփոխություն երկու թիմերի կազմում։ Վղկրյանը լքեց այստեղ խաղադաշտում ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Երևանի կազմում Վայ Հակոբյանը, իսկ Արման Ավդալյանի փոխարեն էլ հանդիպումը կշարունակի Հրանտ Գևորգյանը, այո Գևորգյանը արդեն խաղադաշտում է, Գևորգյանը երկարատև դադարից հետո վերադարձավ Ատլետիկոյի կազմ ու հիմա տեսնենք այս խաղում արդեն ինչ կփորձի անել Ղանդիլյան, պետք է եւս մեկ անգամ խաղարկվի այստեղ անկյունայինը։ Հիմա կա մրցավարի Սուրիչ Ռևազյանն է գնդակի մոտ, տեսնում ենք փոխանցում, այստեղ հեռացեցին, բայց ոչ այնքան հեռու Երևանի ֆուտբոլիստների, իսկ Կակուլյանի կրակոցը չհայտնվեց դարպասում, մի փոքր շեղությամբ հիմա է ստացվեց Գագիկ Կակուլյանի կատարած հարված ու հարված կլինի Ասրյանի պաշտպանած դարպասից երկար փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ Գևորգյանը առաջինը արձագանքեց գնդակին ու հիմա կա թիկունքից Հակոբյանի ճնշումը, բայց հեռու թողեց Գևորգյանը գնդակ ու ամեն դեպքում եզրից կնետի Երևանը։ Տեսնում ենք երկար փոխանցում, այստեղ Գևորգյանն էլ եկավ դեպի ավելի կենտրոն ու հիմա
Ատլետիկոն դուրս է գալիս պաշտպանությունից, շատ լավ խաղարկում է Մարկարյանի հետ, գրակ էր խաղարկում ու շարժում է առաջ Գևորգյանը գնդակով, դեպի կենտրոն ուղարկեց Ազիզյան, դեպի Ավելիաչ, Ռևազյան, Ազիզյան, գեղեցիկ է անում Ատլետիկոն ամեն ինչ, բայց նորից եզրափակիչ հարվածը չի ստացվում, բրավո այստեղ Երևանի դարպասապահ Հասունյանին, իսկապես որի անգամ այս խաղում արդեն զերծ իր թիմին վերահսկողից։ Ճիշտ է Ավդալյանի խփած գնդակի ժամանակ ոչինչ չէր կարող անել Ասրյանը, բայց դրանից հետո առնվազն 3 դրվագում դարպասը անառիկ է պայել, 2 անգամ հենց Ավդալյանը չգրավեց, հիմա էլ Ազիզյանի հարվածից հետո կարողացավ ֆիքսել գնդակը ու առայժմ Ատլետիկոյի առավելությունը խաղադաշտում նվազագույնն է։ Եվս մեկ փոխանցում դեպի Դավթյանի ուղղությամբ այս անգամ հիմա էլ Մկրտչյանն է աշխատում Դավթյանի թիկունքին շրջվեց, Դավթյանը հերվից հարվածեց, բայց իհարկե նմանատիպ հարվածներով չէ զարմացնի Գասպարյանին, Աշոտ Գասպարյանը իհարկե շատ փորձառու դարպասապահ է ԱՖԼ-ում եւ այսպիսի հարվածները իհարկե խոչընդոտ չեն դրա համար, լավ չստացվեց անկեղծ ասած Դավթյանի հարվածնելու իհարկե առանց բարդությունների դարպասապահի իրենց գնդակին, հիմա էլ Գանդիլյանի փոխանցումը մի փոքր անհասկանալի ստացվեց ու եզից կնետի Երևանը Գնդակը մնացել է դաշտում, պետք է շարունակվի հանդիպումը, բայց հիմա արդեն տեսնենք ինչ է պատահել Երևանի ֆուտբոլիստին, հետո նոր կանրադառնանք ենք հանդիպմանը Նարեկ Ավդալյանն էր հայտնվել հիմա էլ խորտածածկին, բայց ամենայն հավանականությամբ կփոխարինվի ու չի կարողանա շարունակել առայժմ այս հանդիպումը, իհարկե հուսանք Ավդալյանին կրկին կտեսնենք խաղադաշտում, հիմա արդեն վերսկսվում է հանդիպումը Հակոբյան Փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները, բայց Գուրգեն Ռայվազյանը այստեղ կարողացավ տիրել գնդակին ու շատ հաջող փոխանցում դեպի Գանդիլյանը տեսանք, դանդաղեց մի փոքր Գանդիլյանը, հետո արդեն Դավթյանն էլ վրա հասավ ու փակեց փոխանցման ճանապարհը։ Եզից է նետում Գանդիլյանը Ակուլյանի ուղղությամբ, նորից Գանդիլյան կա Ռևազյանի տարբերակը, կա փոխանցում Ռևազյան վտանգավոր է ու նորից Ասրյանն է հեռացնում գնդակին գեղեցիկ հարված տեսանք ու պետք էր իսկապես այս գնդակը հայտնվեր դարպասում ողջ հարվածը արդեն դրամաբանական կավարտվել Ռևազյանի, իսկապես շքեղ հարված կատարեց Գուրգեն Ռևազյանը, բայց փրկվեց նորից Երևան այս իրավիճակում, առանց մտածելու միանգամից շրջադարձ հարված, բայց Ասրյանը նորից ճիշտ դիրք ընտրեց ու կարողացավ փակել գնդակի ճանապարհը։ Գանդիլյանն է հիմա էլ զարգացնում արագություն, աչեզրով անցավ մեկ բրցակցի, հարվածու նորից Ասրյանը փրկում է Երևանին, բրավո այստեղ Երևանի կիպերն իսկապես շատ հաջող հանդիպում է այսօր անցկացնում։ Տեսնենք խաղընկերները պետք է այս ամենից իհարկե դասեր քաղեն ու մտածեն այս ամենը շտկելու մասին, հիմա էլ սրող փոխանցում կատարեց Ռևազյանը, բայց Ազիզյանը այստեղ չէր հասնի այս գնդակին, մի փոքր ուժեղ ստացվեց Ռևազյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Երևանի դարպասից։ Ասրյան, երկար փոխանցում առաջ, նորից Դավթյանին է ուղղված այս փոխանցումը ու կարողացավ այս դրվագում արդեն Դավթյանը իջեցնել գնդակը, բայց իհարկե այսքան երկար մտածելու ժամանակ նրան չեն տա Գևորգյանը շատ հաջող խլում կատարեց ուղարկեց գնդակը Ռևազյանին ու տեսնենք այս գրոհը ինչ կտա Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստերին Ռևազյան շատ լավ անցում էր մնաց գնդակով Ռևազյանը հիմա կատարեց փոխանցում, բայց արդեն այլ ուղղությամբ ընթացավ Ռևազյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Դավթյանն է գնդակով շատ լավ փոխանցում դեպի Շլարյանը, բայց այստեղ Մարկարյանը կարողանում է հեռացնել գնդակը եզից կնետի Երևանը, այո, առաջին խաղակեսը
բավական արագ անցավ, արդեն խաղակեսի վերջնամասն է ու տեսնենք այս վերջին րոպեներին ինչ կփորձի անել կրկնում եմ առաջին հերթին Երևանը առնվազն հաշվի հավասարությունը պետք է փորձել վերականգնել հիմա Ազիզյանն է խլում կատարել շարժվում առաջ այստեղ եթե նկատեր Ակուլյանի առաջ խաղացումը Ազիզյանը ապա շատ վտանգավոր կլիներ բայց փորձեց միայն կանցում կատարելու փակվեց Ազիզյանի ճանապարհը Եզից հիմա կնետի Երևանը այո իհարկե Ատլետիկո Երևանը կփորձի բնականաբար միջև ընդմիջման գնալը խփել Եգոր Գնդակու արդեն ընդմիջումից հետո էլ ավելի հանգիստ գործել խաղադաշտում Ազիզյան հիմա կարող է դա անել Ազիզյանը այդպես էլ անում է 2-0 Ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը Ակուլյանի շքեղ փոխանցումը տեսանք ու Ազիզյանը գրավում է դարպասը 2-0 արդեն Երևանը հայտնվում է իսկապես շատ ծանր իրավիճակում Ատլետիկոն էլ արդեն ավելի հանգիստ կգործի այս րոպեներից սկսած կարծում եմ ունեն վստահ առավելություն խաղադաշտում ճիշտ է չասենք Ատլետիկոն 3 միավոր այսօրվա խաղում արդեն իսկ ապահովեց բայց շատ մոտ է այդ ամենին հիմա չստացվեց այս խաղարկումը Ատլետիկոյի ֆուտբոլիստների մոտ ու Ազիզյանը վերցեց գնդակ այո Ռաֆայել Ազիզյանին նմանատիպ տարածություններում եթե միայնակ ես թողնում ապա Ազիզյանը օգտվում է իրեն ընձեռնված հնարավորություններից ու այս դեպքը եւս մեկ ապացույց իհարկե Ազիզյանին տալ հարվածի հնարավորություն հատկապես Տուգանայինի մատույցներում պետք չէ քանի որ նրա ցանկացած հարվածը այսպիսի ճակատագրի է հանգեցնում հիմա էլ Ղանդիլյանի փոխանցումը տեսանք Գևորգյան այստեղ սայթակեց եթե կարողանար պայել գնդակ ավելի հաջող ապա Ռևազյանը կարող է շարունակել այս իրավիճակում Ատլետիկոյի գրոհը բայց սայթակեց ու հետո էլ կորցեց գնդակի հիմա նորից Գևորգյանի մոտ է գնդակը Ազիզյան Մարկարյանին ուղարկեց կա Ղանդիլյանը կա փոխանցում Ղանդիլյանի ուղղությամբ բայց մի փոքր ավելի ետ կատարեց փոխանցում Մարկարյանը քան շարժվում էր Ղանդիլյանը այս իրավիճակում ու կտեսնենք եզրային նետում խաղարկում են գնդակը Երևանի ֆուտբոլիստները Դավթյան շարժվում է առաջ Դավթյանը երկար փոխանցում բայց այստեղ չկար ոչ ոք որպեսզի արձագանքեր այս փոխանցմանը եթե ուղղված էր փոխանցումը դեպի Շլարյանը ապա մի փոքր ավելի կենտրոն պետք է ասիակեր գնդակը այստեղ Դավթյանը Մկրտչյան դեպի Ղանդիլյանը փոխանցում Ակուլյանն է գնդակով խաղարկում է Ատլետիկոն գնդակի հիմա շարժվում է առաջ Ակուլյանը հաջող անցում էր Ակուլյանից միայնակ արեց ամեն ինչ ու պետք էր այս իրավիճակում խփել երրորդ գնդակը բայց հագվեց Ակուլյանի հարվածի ճանապարհը հիմա էլ արդեն փորձեց գրոյի ասել Շլարյանը բայց Մարկարյանն հաջող խլում կատարելու շարժվում առաջ նորից Ակուլյանի ուղղությամբ է կատարված փոխանցումը Գագիկ Ակուլյան կա փոխանցում ու հեռացեցին այստեղ գնդակը Երևանի պաշտպանները Հիմա էլ արդեն Մարկարյանը խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում ու ստանդարտ կիրասնի Երևան, այո, բավական քիչ խաղաժամանակ մնաց արդեն 1 րոպեից մի փոքր ավելին առաջի կեսի ավարտին ու տեսնենք այս վերջին րոպեն ինչ կտա թիմերին Երկար փոխանցում ենք տեսնում դարպասապայի կատարմամբ Ռևազյանը հեռացեց գնդակը Այն նորից վերադարձավ Երևանի ֆուտբոլիստերի մոտ Շլարյան բայց հիմա սուլեց մրցավարը հասկանանք ինչ է պատահել այո ամեն դեպքում Գևորգյանը սայթակեց ու վնասեց ոտքի հիմա փոխարինվում է ու Ավդալյանն է վերադառնում նրա փոխարեն խաղադաշտ Ատլետիկո Երևանի եւ այս հանդիպան առաջին գոլի հեղինակ ու տեսնենք արդեն թարմ ուժերով ինչ կփորձի անել Ավդալյանը իհարկե հուսանք որ Գևորգյանին կրկին կտեսնենք խաղադաշտում հիմա վերջկսվեց հանդիպումը հերվից արվածի փորձ բայց այստեղ շեղությամբ ստացվեց Շլարյանի կատարած հարվածը եւ Գասպարյանը պատրաստվում է գնդակը խաղի մեջ մտցնելուն Ղանդիլյան ուղարկեց
Գնդակ Ակուլյանին դեպի հետ փոխանցում Մկրտչյանի ուղղությամբ պաշտպանությունից հիմա կփորձի դուրս գալ Ատլետիկոն շատ լավ նկատեց միայնակ Ռաֆայել Ազիզյանին այստեղ Մարկարյանը դեպի Ղանդիլյանը փոխանցում ենք տեսնում Արտուր Ղանդիլյան այս գրո տեսնենք ինչի կվերացի Ատլետիկոն շատ ուշացրեց արդարության համար ասենք Ղանդիլյանը ու հայտարարեց երկու մրցակցի շրջափակման մեջ ու կորցրեց գնդակի հիմա արդեն Երևանի պատասխանը Դավթյան կա փոխանցում բայց այստեղ մի փոքր անհաջող ստացվեց Դավթյանի փոխանցումը ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 2-0 հաղթում է Ատլետիկո Երևանը մեզ մոտ կարճատև դադար է որից հետո շարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Ատլետիկո Երևանն ընդդեմ Երևանի հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո երկու գնդակի առավելություն ունի խաղադաշտում Ատլետիկո Երևանը նախ կարողացավ Ավդալյանը բացել հանդիպման հաշիվը հետո էլ Ռաֆայել Ազիզյանը կրկնապատկեց Ատլետիկոյի առավելությունը ու թիմերը գնացին հենց այդ հաշվի պայմաններում ընդմիջման տեսնենք երկրորդ կեսում ինչ կառաջարկեն մեզ թիմերը հիմա անմիջապես Ատլետիկոն անցավ գրոհի Ազիզյան հարված ենք տեսնում ու Գեորգ գնդակը նույնպես Երևանի դարպասում է դուբլ Ազիզյանից այս խաղում Ատլետիկոն էլ եռապատկում է իր առավելությունը Արդեն այս գնդակից հետո իհարկե լավ նոր է խաղակեսը մեկնարկել երկրորդ խաղակեսը մեկնարկել չասենք բայց շատ մեծ քայլ կատարեց Ատլետիկոն 3 միավորի հիմա մի փոքր ուժեղ ստացվեց Մարկարյանի այս կատարած փոխանցումը ու արված կլինի Ասելյանի պաշտպանած դարպասից այո անմիջապես առաջին րոպեի ընթացքում երկրորդ խաղակեսի Ատլետիկոն դարձավ գոլի հեղինակ շատ հաջող մեկնարկ էր ու տեսնենք արդեն մնացած ժամանակատվածում ինչպիսի ֆուտբոլ կընթանա եկեք նորից վերհիշենք թիմերի հայտարարությունները հիմա այս գրոյին ականատես լինենք բայց շեղությամբ ստացվեց Շլարյանի կատարած արվածը սկսենք Երևանի Ստերթեթ Ասելյանը պաշտպանում է դարպասը Արեն Վխկնյան համար 2 Դավիթ Դավթյան համար 7 Գևորգ Շլարյան համար 11 Արտյոմ Ղազարյան համար 15, Վայ Հակոբյան համար 22, Սպարտակ Հարությունյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 և Նարեկ Ավդալյան համար 87։ Ատլետիկո Երևան Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հրանտ Գևորգյան 2, Դորը Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ակուլյան համար 9, Ռաֆայել Ազիզյան համար 11, Տուրգեր Այվազյան համար 18, Արտուր Ղանդիլյան համար 20 և Ռաֆայել Մկրտչյան համար 22 թիմի գլխավոր մարզիչն է Մայք Միրզոյանը։ Հիմա Ղանդիլյանը հաջող կերպ խլեց գնդակը մրցակցից, կատարեց փոխանցում Ակուլյանի ուղղությամբ, Ակուլյանը հարված, բայց Ասլյանի վրա ընդունեց այստեղ Ակուլյանի կատարած հարված ու հիմա ուժեղ ստացվեց այստեղ էլ փոխանցումը եզից։ Պետք է նետի Ատլետիկոն Կա մրցավարի սուրիշը կատարեց Ղանդիլյան այստեղ եզրային նետում, Ռևազյան, նորից Ղանդիլյան ու արդեն դեպի Գևորգյանը փոխանցում տեսանք Շատ հաջող երբ այս իրավիճակում Ատլետիկոն դուրս եկավ պաշտպանությունից ու Ակուլյանը շարժվում է կրկին առաջ լավն էր փոխանցումը Ավդալյանին, իսկ Ավդալյանի փոխանցումից հետո այստեղ հեռացեցին Երևանի ֆուտբոլիստները գնդակ ու անմիջապես Երևանի պատասխանը, բայց բավական հեռու թողեց այստեղ իրենից գնդակը Գևորգ Շլարյանը եւ այն դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի Ատլետիկոն իհարկե Եթե այսպես ասենք Ատլետիկոն վաստակում է երթական 3 միավոր, ապա
Միասնակ գլխավորում եմ մրցաշարի նախյուսակը 28 միավորով ու կրկնում եմ դեռ մեկ հանդիպում էլ պետք է անցկացնի։ Ճիշտ է, 28 միավորով արդեն իսկ շրջանցում է բոլորին մրցաշարի նախյուսակում Աջափնյակին։ Նույնպես ու մեկ միավորի առավելություն ունենում է Աջափնյակի հանդեպ։ Եվ կրկնում եմ եւս մեկ անգամ այդ բաց թողնված հանդիպման ժամանակ եւս 3 միավոր վաստակելու դեպքում Ատլետիկո Երևանը արդեն երկրորդ հորիզոնականը զբաղեցած թիմից առնվազն կունենա 4 միավորի առավելություն։ Մարգարյան բավական տարածություն հաղթարեց այստեղ, բայց վերջին փոխանցման ճանապարհը հասցրեցին փակել Երևանի պաշտպանները ու Եզից ներողություն անկյունային արված Կիրասնի Ատլետիկոն Մարգարյանը Արագոնը խաղարկում է գնդակ Ակուլյանի հետ, բայց այստեղ Ակուլյանի փոխանցումը բաժին հասավ Վղկրյանին, ով հեռացեց գնդակից, տեսեք մեկ պաշտպան է ընդամենը մնացել Ատլետիկոյի թիկունքում, դա Գևորգյանն էր այս իրավիճակում, հիմա էլ փոխանցում ենք տեսնում դեպի Մարգարյան ու այստեղ չհասավ գնդակին գորը Մարգարյանը, Ասրյանը ավելի շուտ դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին։ Ռևազյան ուղարկեց գնդակը առաջ, բայց այստեղ Երևանի ֆուտբոլիստները առաջ ուղարկեցին, իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում Ռևազյանի դեմ պայքարում։ Ու ստանդարտ Կիրասնի Ատլետիկո Երևանը Ռևազյան շատ լավ մի անգամից նկատեց Մարգարյանին ու տեսեք երկու փոխանցում ու Ատլետիկոն արդեն հասել է մրցակցի տուգանային հրապարակ, Ակուլյանի փոխանցումն էլ լավն էր, բայց այստեղ չհասկացան Աբդալյանի հետ միմյանց, եթե որևէ մեկ այս իրավիճակում Ատլետիկոյի ֆուտբոլիստներից հասներ գնդակին, ապա բավական վտանգավոր կլիներ, իհարկե կարող են եւս մեկ գնդակ տեսնել, շատ լավ էր կատարել Ակուլյանը փոխանցումը, պետք է պարզապես շեղել այս իրավիճակում գնդակի ուղղությունը։ Հիմա Շլանյանն եւս մեկ հարվածի փորձ կատարում հեռու տարածությունից, բայց շեղությամբ ընթացավ այստեղ էլ Շլայանի կատարած հարվածը ու Ատլետիկոն կսկսի խորքից Գուրգեն Ռևազյան այստեղ Դավթյանը հաջող խլում կարողացավ կատարել Դավթյան վտանգավորը հարված ու Ռևազյանը այստեղ ողջ մարմնով փակեց գնդակի ճանապարհը ինչպիսի Հանձնուրացաբար սա անկման գնաց Ռևազյանը այս իրավիճակում ճիշտ է եթե գնդակը դիպ չէր նրա ձեռքին ապա անկասկած 11 մետրանոց կնշանակվեր բայց հաշվի առնելով այդ ամեն դեպքում Ռևազյանը կատարեց այդ սահանքում ու մաքուր սահանքում էր Հիմա էլ Եզից նետեցին Երևանի ֆուտբոլիստները պետք է Սուլիչով խաղարկել այստեղ, պետք է եւս մեկ անգամ կատարվի եզրային նետում, հիմա Շլերյանը խաղարկում է գնդակը Հարությունյանի հետ ու երկար փոխանցում են տեսնում առաջ բայց այստեղ բավական ուժեղ էր այս փոխանցում ու ոչ ոք չհասավ այս իրավիճակում գնդակին Ատլետիկո Երևանն էլ եւս մեկ գրոհի հասնում Ռևազյան Շատ լավն էր այստեղ փոխանցումը, բայց գնդակին առաջինը հասավ Երևանի դարպասապահ ու կարողացավ ֆիքսել գնդակը Վղկրյանին ուղարկեց Ասրյանը, Վղկրյանը փորձեց այստեղ էլ Ակուլյանին շրջանցել, բայց չստացվեց ու հիմա տեսեք Ակուլյանը արդեն կարող է գոլի հեղինակ դառնալ, բայց Ասրյանը նորից փրկում է այս իրավիճակում Երևանին նախ թույլ չտվեց Ակուլյանը մրցակիցը շրջանցի իրեն, հետո ինքը ուներ հնարավորություն անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ գոլի հեղինակ դառնալու, բայց այստեղ հարվածը մի փոքր թույլ ստացվեց, իսկ այստեղ էլ Ավդալյանը փորձեց շեղել գնդակի ուղղությունը, բայց չստացվեց Ռևազյան մնաց գնդակով Գուրգեն Ռևազյանը, բայց հետո Դավթյանը հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ Զակ եզրով, լավն է Դավթյանի կատարած փոխանցումը, վտանգավոր է հարված ենք տեսնում ու բարձր է ստացվում այստեղ էլ Ավդալյանի կատարած հարվածը Հիմա կարող է Երևանը մեկ գնդակի հետ բերել, բայց այստեղ Նարեկ Ավդալյանի հարվածը բավական բարձր ստացվեց, ամեն ինչ արեց այս իրավիճակում Դավթյանը խաղընկերոջը հարվածային դիրքում
գնդակը հասցեագրելու համար։ Իհարկե ամեն ինչ շատ հաջող արեց, բայց Գասպարյանի դարպասը մնաց անառիկ այս իրավիճակում։ Ռևազյան Մարգարյանն է ուղարկում գնդակը, լավ ընդունեց Մարգարյանը, բայց արդեն կորցրեց գնդակը, միանգամից թիկունքից աշխատեցին ու հետո տեսեք որքան քիչ վարկյաններ պահանջվեց Մարգարյանից գնդակը վերականգնելու համար, Ավդալյանն էլ հարվածեց այս իրավիճակում, բայց թույլ ստացվեց Ավդալյանի կատարած հարվածը։ Հիմա Երևանի պատասխանը, բայց Գևորգյանը իհարկե շատ հանգիստ այստեղ փակեց գնդակի ճանապարհ ու անմիջապես անցնում է գրոյի, հենց Գևորգյանն էլ գնդակով շարժվում է առաջ, լավներ փոխանցում Ակուլյան, պետք է գրավել դարպաս Ակուլյան 4-0, այո, Ատլետիկոն ամեն դեպքում խփեց շոր գնդակը, այս գրոյի ժամանակու արդեն բավական մեծ է Ատլետիկոյի առավելությունը խաղադաշտում։ Գագիկ Ակուլյան 4-0, այո, արդեն փաստ են, որ Ատլետիկո Երևան առանց որևէ խնդիրների կեռնա 3 միավորով, իհարկե 3-0 հաշվի պարագայում, եթե դա մի փոքր մտածելու տեղիք տալիս էր այն առումով, որ Երևանը կարող է անմիջապես թրջել հանդիպան հաշիվ ու 2 գնդակ հնարավոր է ետ բերել այս խաղում, ապա հիմա արդեն ոչինչ կարելի ասել հնարավոր չէ, իսկ հիմա էլ Ղանդիլյանն ուներ հնարավորություն, բայց չօգտագործեց իրեն ձեռնված հնարավորությունը Արտուր Ղանդիլյանն ու հարված կլինի Երևանի դարպասից, իսկ գոլի մասին իհարկե Ակուլյանը գրավեց այստեղ Երևանի դարպաս այս խաղում 4-րդ անգամ, բայց ամեն ինչ սկսեց Գևորգյանը խլեց գնդակը մրցակցից, ինքն անցավ գրոյ ու առաջին հերթին իհարկե այս իրավիճակում գոլը պետք է վերնագրել հենց Գևորգյանի անվան դիմաց բավական մեծ ներդրում ունեցավ Ակուլյանի գոլի ժամանակ հենց Գևորգյանը, հիմա կրկին Ակուլյանն է գնդակով դեպի կենտրոն Ազիզյան, գուցե հեռվից փորձի Ազիզյանը, ոչ այստեղ փոխանցում էր կատարում Ղանդիլյանին, բայց չանցավ գնդակ ու հիմա Երևանի մոտ գուցե որևէ բան ստացվի այս գրոյի ժամանակ, վտանգավոր է ու նորից Գևորգյանը մնաց ոտքերի վրա, զարգացնում է հիմա էլ արագություն, հիմա կա փոխանցում դեպի Ղանդիլյան ու տեսեք որքան առավելություն ունի ֆուտբոլիստերի քանակով Ատլետիկոն հարձակման գծում Գևորգյան հիմա կարող էր ինքն էլ եզրափակել հենց իր սկսած գրոհը, բայց փակվեց հարվածի ճանապարհը, Ղանդիլյան չի ավարտվել Ատլետիկոյի գրոհը, հարված ենք տեսնում պաշտպանը փակեց այստեղ Ղանդիլյանի հարվածի ճանապարհը, նորից Ղանդիլյանն է գնդակով դեպի Ազիզյանը, վտանգավոր է Ազիզյանը ու այստեղ կա խաղի կանոնների խախտում, այո։ Ու ստանդարտ կիրասնի Ատլետիկո Երևանը բավական վտանգավոր դիրքում այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Ատլետիկոյի կազմում Ակուլյանը դուրս եկավ խաղադաշտից ու Մկրտչյանը նրա փոխարեն կշարունակի հանդիպումը ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կտա Ատլետիկոյի ֆուտբոլիստերին բավական վտանգավոր է դիրքը միանգամից 3 ֆուտբոլիստ են գնդակի մոտ Ղանդիլյանը, Ազիզյանը, Ռևազյանը 3-ն կարող են հարվածել, տեսնենք ով է պատրաստում, կա Սուլիչը Ռևազյանն է հարվածում ուղիղ կենտրոնով հարված, բայց այստեղ Ասրյանը կարողացավ տիրել գնդակին, իհարկե Ռևազյանի հարվածները միշտ էլ բարդ են ստացվում, հիմա կա խաղի կանոնների խախտում Ռևազյանի կողմից ու առաջին դեղին քարտը այս խաղում արդեն կտեսնենք հիմա ստանդարտ կիրասնի Երևանը դարպասապանն է այստեղ գնդակ ուղարկելու դեպի Տուկանայինի մատույցներ կա, Սուլիչը կա, փոխանցումը, բայց այստեղ նորից ստացվեց Երևանի ֆուտբոլիստերի մոտ տեսեք, մեկ փոխանցում ու Ատլետիկոն նորից պատրաստվում է մրցակցի դարպասի ուղղությամբ սպառնալուն, բայց այստեղ այս իրավիճակում չստացվեց Ավդալյանի մոտ, Վղկրյան թողեց գնդակը Դավթյանին ու Դավթյանն էլ շատ հաջող անցում կատարեց միանգամից մի քանի մրցակցի դեմ պայքարում եւ այստեղ կար խաղի կանոնների խախտում Դավթյանի դեմ պայքարում
Հիմա Շլարյանն է գնդակի մոտ, տեսնում ենք փոխանցում, Շլարյանն էլ այստեղ հարված կատարեց, այո փոխանցում կատարող այս իրավիճակում Սարգիս Շլարյանն էր, իսկ հարված կատարողը Գևորգ Շլարյանը, բայց թույլ ստացվեց Շլարյանի կատարած հարվածը ու հիմա անմիջապես Ատլետիկոն նորից պատասխան գրոհին է անցնում, Մարգարյան, Գևորգյան, նորից Մարգարյան, թողեց գնդակը Արթուր Ղանդիլյանին, շատ լավ խաղարկում Ազիզյանի հետ, վտանգավոր է ամեն ինչ լավ են արել Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց Ազիզյանը չհասցրեց իր անցումից հետո հարված կատարել, եթե այստեղ հարվածը ստացվեր Ազիզյանի, ապա կարող էինք ամենայն հավանականությամբ ևս մեկ գնդակ տեսնել խաղադաշտում, բայց մնաց այս իրավիճակում Երևանի դարպասը Հանարիկ Մկրտչյան, հիմա նորից Ատլետիկոն խորքից է սկսում, Գուրգեն Ռևազյան թողեց գնդակը Մարգարյանին, Ղանդիլյան, տեսեք որքան ազատ տարածություններ կա Երևանի Տուգանային հրապարակի մատույցներում, իսկապես երբ Ատլետիկոն անցնում է հարձակման, բավական ազատ տարածություններ ստանում են մրցակցի Տուգանայինի մատույցներում Ատլետիկոյի հարձակվողները ստանում են այդպիսի հնարավորություններ, Ղանդիլյան, իհարկե դա դրա մասին կարող է խոսել նաև Հաշիվը Ազիզյան, հիմա կարող էր հետրիկ գրանցել իր անվան դիմաց, բայց Ասլյանը դա թույլ չտվեց, Ղանդիլյանն այս դրվագում արեց ամեն ինչ, հիմա էլ Մկրտչյանը խախտեց խաղի կանոնները, ստանդարտ է իրացնելու Երևան, այո այն մասով իսկապես ազատ տարածությունները առաջանում են Երևանի Տուգանայինի մատույցներում, որ հանդիպան Հաշիվը արդեն իհարկե խոշոր է, Երևանն էլ չունի կորցնելու ոչինչ այս խաղի հետ կապված ու իհարկե փորձում են ողջ կազմով գրեթե նետվել առաջ եւ փորձել որքան հնարավոր է կրճատել Հաշվի տարբերությունը, այդ իսկ պատճառով էլ իհարկե պաշտպանությունում բաց էր հնարավոր է որպեսզի առաջանան, հիմա մենք այդ ամենը Ատլետիկոյի գրոհների ժամանակ տեսնում ենք եւ դա ամբողջությամբ իհարկե մտնում է հանդիպան տրամաբանության մեջ Ղանդիլյան շատ լավն էր փոխանցումը Մարգարյանին, կա Ավդալյանը, կա փոխանցում Արման Ավդալյան ու եւս մեկ անգամ գնդակը դարպասում է 5-0 Ատլետիկոն խփում է այս խաղում 5-րդ գնդակը Արման Ավդալյան 5-0 դարձրեց Ավդալյանը հանդիպման Հաշիվը դուբլ նույնպես գրանցելով այս խաղում իր անվան դիմաց, բայց ինչպիսի հաշվի նկատ փոխանցում ստացավ Մարգարյանից այս իրավիճակում իսկապես կուտեղի վրա մատուցեց Մարգարյանը գնդակը Ավդալյանին, որից հետո մնում էր միայն գրավել դարպասը 5-0 Ատլետիկոն բավական խոշոր հաշվով է ախտում հիմա էլ Ղանդիլյանի հարված ու բրգեց Ասլյան այս իրավիճակում Երևանին առնվազն 4-5 իրական Գոլից այսօր Ասլյանը զերծ է պայել Երևանին, թե առաջին կեսում, թե հիմա ու իհարկե եթե չլիներ դարպասում այսօր Ասլյանը, ապա հանդիպան Հաշիվը վստահ եմ էլ ավելի խոշոր կլիներ, եթե իհարկե որևէ այլ դարպասապա պաշտպանել օրինակ Երևանի դարպասը չունենար Ասլյանի տվյալները, իհարկե շատ փորձառու դարպասապա է Ասլյանը նույնպես Ալֆայելում ու ցանկացած հանդիպումների ընթացքում էլ ավելին է փորձում անել թիմի կազմում Մարգարյան ուղարկեց գնդակը Ղանդիլյանին շատ լավ անցում տեսան Ղանդիլյանից Ավդալյանի հետ պատխաղարկումը գեղեցիկ էր հարվածը նույնպես բայց նորից դարպասապա Ասլյանը հեռացնում է այս իրավիճակում գնդակը Գևորգյան, Ռաֆայել Ազիզյան, գուցե հեռվից փորձի Ազիզյանը, այդպես էլ արեց ու հիմա էլ, եթե չեմ սխալվում, Շլարյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Մարգարյան հարված, բայց այստեղ մի փոքր թույլ ստացվեց գոր Մարգարյանի կատարած հարվածը։ Հիմա Երևանը շարժվում է առաջ։ Ղազարյանն է գնդակով դեպի Շլարյանը փորձեց հասցեակել գնդակը, բայց տեսեք, Մկրտչյանի մեկը փոխանցում ու 3-2-ի դիմաց Ատլետիկոն շարժվում է առաջ Ավդալյանը, որ փորձեց այստեղ եզրափակել գրոհը, չստացվեց, հետո էլ Մարգարյանի հարված ու երկու դրվագում էլ Ասլյանը ֆանտաստիկ գործեց, բայց հիմա
սուլում եմ մրցավարը հասկանանք ինչ պատահեց ֆուտբոլիստերին, ամենայն դեպս եթե կար խաղի կանոնների խախտում, ապա մրցավարի կայացած որոշմամբ դա տեղի է ունեցել Մարգարյանի կողմից։ Ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստերի հետ ու հիմա կշարունակվի հանդիպումը, կա մրցավարի սուլիչ Հասարյանը պատրաստվում է գնդակը խաղի մեջ մտցնելու, երկար փոխանցում ենք տեստում առաջ, բայց Ռևազյանի իհարկե պաշտպանությունում շատ ամուր է ու այսպիսի գնդակները իհարկե հեշտությամբ չի զիջում ոչ մի մրցակցի։ Ազիզյան միայնակ այս դրվագի ելքը որոշեց վճռել Ռաֆայել Ազիզյանը, կատարեց անցում, բայց հարվածի պահին հեռացեցին գնդակը նրա ոտքերի տակից ու հիմա եզից կնետի միայն Ատլետիկոն։ Գևորգյանը կատարում է փոխանցում Գոր Մարգարյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցումը դեպի կենտրոն Ղանդիլյան ստացվեց անցումը, սա փոխանցում էր ավելի շատ դեպի Ռաֆայել Ազիզյանը, բայց չանցավ գնդակը Մարգարյանի մոտ վերադարձավ այն, Մարգարյան հերվից արված ու մի փոքր ճեղությամբ ստացվեց հիմա էլ Գոր Մարգարյանի կատարած արվածը լավ նկատեց թե որ անկյունն է դարպասի ազատ ու փորձեց գնդակը ուղարկել հենց այնտեղ, բայց իհարկե ամեն ինչ հաշվարկված ու ճիշտ է արված, միայն մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակ, իհարկե անկյունը շատ լավ էր նկատել Մարգարյանը այս իրավիճակում։ Հիմա եսից կնետի Ատլետիկոն, Ղանդիլյան ուղարկեց գնդակը Մարգարյանին, շատ լավ փոխանցում դեպի Ավդալյանը, տեսնենք այս գրոհ ինչ է տալու Ատլետիկոին, Մարգարյան ու չանցավ այստեղ փոխանցումը առաջին փորձից, բայց գնդակը վերադարձավ Ազիզյանի մոտ, գեղեցիկ անցում էր Ազիզյանից, շարունակվում է Ատլետիկոյի գրոհ, բայց այստեղ երկրորդ անցումը չստացվեց Ազիզյանի Մկրտչյան։ Կա միանգամից 3 մրցակցի ճնշում Մկրտչյանի դեմ ու ամեն դեպքում հասցրեց Մկրտչյանը ազատվել այստեղ գնդակից։ Եթե կորցներ, ապա Երևանը անմիջապես կնետվեր առաջ, իսկ հիմա արդեն Ատլետիկոն է դա անում, Գևորգյան, Ազիզյան, նորից Գևորգյան, Մարգարյան գեղեցիկ գործողություն էր, թողեց գնդակը Ազիզյանին, իսկ ինչու չկատարեց այստեղ Ազիզյանը փոխանցում Մարգարյանի ուղղությամբ, իհարկե համաձայն եմ այս իրավիճակում Մարգարյանի հետ արեց ամեն ինչ գեղեցիկ է արված Ատլետիկոյի ֆուտբոլիստների կողմից, եթե գնդակը Ազիզյանը այս իրավիճակում հասցրել Մարգարյանին, ապա կարող էր թե Մարգարյանը եզրափակել այդ փոխանցումը, թե հետո ինքն կատարել նույնիսկ փոխանցումը ու արդեն դատարկ դարպասը կգրավեին խաղընկերները, եթե չեմ սխալվում այդ իրավիճակում հայտնվել էր Ավդալյանով, արդեն Մարգարյանից փոխանցում ստանալուց հետո դատարկ դարպասը կարող էր գրավել, իսկապես կար մի քանի տարբերակներ այս դրվագի հետ կապված, բայց Ազիզյանը որոշեց ինքը եզրափակելու, ամեն դեպքում այստեղ չստացվեց Ազիզյանի մոտ, Մկրտչյան լավն էր փոխանցումը դեպի Գևորգյանը, նորից Մկրտչյան, Ազիզյան, հիմա կարող է փորձել հերվից Ազիզյանը, այդպես էլ արեց ու այստեղ արդեն Ազիզյանի մոտ ստացվում է, հետրիկը կա այս խաղում Ազիզյանի անվան դիմաց, Ատլետիկոն էլ խփում է այս խաղում 6-րդ գնդակը։ Եվ վերջ հանդիպումն ավարտված է, Ատլետիկո Երևանը հաղթում է 6-0 հաշվով ու վաստակում է հերթական 3 միավորը Վինտեր քափի մրցաշարում, միասնակ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Խաղային երեկոն նույնպես մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։